Ֆուտբոլիստներ, ում որ ես կցանկանայի տեսնել Ռեալ Մադրիդում։ Լունինին, ում որ մենք հեռացրեցինք թմից, կցանկանայի տեսնել Կեպա Արիզաբալագային եւս մեկ անգամ կցանկանայի նա վերադառնալ եւ լինել Կուրտուայի փոխարինող դարպասապահ, կարծում եմ իդեալական փոխարինող դարպասապահ կլիներ, ով որ արդեն այդ դերին սովոր է։ Իսկ հիմա Կեպայից լավ տարբերակ չեմ տեսնում ես այս պայդրությամբ, գրեք ձեր կարծիքներով մեկնաբանությունում, թե արդյոք ում եք տեսնում Պայեստային լավ դարպասապահ, ով որ պատրաստ է նստի Պայեստային Ալաբայի փոխարեն կամ Ռուդիգերի փոխարեն, չգիտեմ, տարբերություն չկա։ Սալիբան ուղակի խոսքեր չկա, կարծում Սալիբային ներկայացնելու հիմնիկվադրությամբ լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է աշխարհի, եթե ոչ լավագույնը։ Սալիբան միանշանակ մեկտարկային կազմ պետքա լինի այն մարդու հետ, ներկայիս կենտրոնական պաշտպանների, ով որ ամենալավ մարզավիճակում կլինի, նո ներկայությամբ Ռաուլ Ասենսիոնը, Սալիբա Ասենսիո։ Պայստանին կլինեին Հաուսենը եւ Էդեր Միլիտաոն։ Մյուս կենտրոնական պաշտպան, օրինակ որ ես նշել եմ, որ կցանկանայի նաեւ երկու հոգի հեռանային, էլի կենտրոնական պաշտպան Ալաբան ու Ռուդիգերը, կարա լինի մեր ակադեմիայից ինչ-որ մեկը, ում որ պրոստը պայտակ դրամանների տակ շանս կտանք իրենց խաղալու, ունես որ պետք չի այդքան շատ կենտրոնական պաշտպան ունենալ։ Աշպաշտպան Դանի Կարվախալի փոխարեն ես սաղ կյանքս ասել եմ ու հիմա էլ եմ ասել, որ կցանկանամ Աշրաֆ Հակիմի տեսնեմ, բայց ինչ որ իմ կարծիքով անհավանական է, ինչ տարբերակներ որ այստեղ առաջարկել են, բոլորը հավանական տարբերակներ են, որ կարող են իրականանալ։ Այդ հավանական տարբերակներից մեկը Դիուգո Դալոնը եւ Դենզել Դումֆրիցը, ես կարծում եմ, որ ավելի շատ Դենզել Դումֆրիցի, ես այս երկու ֆուտբոլիստերին եմ, չգիտեմ, հավանում որպես աշպաշտպան ու հավանական տարբերակներ դիտարկում, որ Ռեալ Մադրիդը կարող են տեղափոխվել։ Իմ կարծիքով շատ սպորն է լինելու Դալոյի պահը շատերը թենարվա դուր չգա, բայց ես Դալոյին վստահում եմ, որ աշպաշտպան կարող է լավ Ռեալ Մադրիդում լինի։ Ֆրան Գարսիային փոխարինող ես չեմ առաջարկում, քանի որ ես ցանկանում եմ Ալվարո Քարոսի եւ Ֆերնան Մենդին հաջորդ մրցաշրջանում լինեն։ Մեր ձախպաշտպանները կարծում եմ, որ մեզ հիմա ձախպաշտպան անհրաժեշտ չի։ Առնվազն ներկա պայդրությամբ եկող մրցաշրջանում։ Սեբալիոսին փոխարինող ես շատ մտածեցի ու լավ տարբերակ ու հավանական տարբերակ շատ բարդ էր գտնելը, որովհետեւ Սեբալիոսը շատ ունիկալ տաղանդներ ունի, որոնք որ գրեթե հիմա ոչ մի նորմալ կիսապաշտպան չունի, առավելևս հավանական տարբերակներից, որովհետեւ Վիտինյա կա, բայց Վիտինյան անհավանական տարբերակ է ինձ համար։ Կամ Ժոան Նևեշը։ Իմ համար հավանական տարբերակներից ձեռք բերելու դա Մքալիստերն է եւ Ատլետիկո Մադրիդի Բարիոսը, ես ուղղակի հիացած եմ Բարիոսի խաղով, չգիտեմ, Բարիոսին ես անձամբ կցանկանայի տեսնել Ռեալ Մադրիդում։ Արդա Յուլերի փոխարեն դե գալու է Նիկո Պասը, Մաստան Տուղնոյին ես կցանկանայի արենդա ուղարկել եւ Մաստան Տուղնոյի փոխարեն տեսնել Պեդրո Նետոին Չելսի, ով որ ֆանտաստիկ ֆուտբոլիստի ինձ համար ու ահավոր վիզ դնող է թե պաշտպանությունում թե հարձակման գծում, ինքը կարծում եմ, որ Ռեալ Մադրիդում խաղա ավելի մոտիվացված խաղա ու ավելի լավ ֆուտբոլ ցույց կտա։ Վինիսիուս Ջունիորի փոխարեն Էրլինգ Բրինգ Հոլանդ, այսինքն կլինի Էրլինգը կենտրոնական հարձակվողը մեր հիմնական ձախից կցանկանամ տեսնել Կիլիան Մբապեն, ճիշտ այս ամենը չէ շատ անհավանական է թվում ու իմ կարծիքով էլ կարող է իրանք իրար հետ այդքան էլ համապատասխան չլինեն միաժամանակ խաղադաշտում գտնվելը, բայց ես կարծում եմ ու ճիշտ է ու մեկ է Հալանդը ամենաանհավանական տարբերակներից մեկն է, բայց ես ուղղակի չէի կարող այս ցանկի մեջ չդնեի Հալանդին ում որ ես տենչում եմ տեսնել Ռեալ Մադրիդի մարզաշապիկով։ Ու իսկ օրերից մի օր է վերջը լինելու է, չգիտեմ Մբապեի ներքո թե ոչ Մբապեի ներքո։ Ես ամենևս միևնույն է Հալանդին ուզում եմ տեսնել Ռեալ Մադրիդում։ Իսկ Ռոդրիգոին փոխարինող ում եմ ես ցանկանում տեսնել։ Հիմա հայասերները եւ թուրքի նատողները կասեն, որ Աբուլեսով ես դու արա Թուրքիա ես ուզում տենաս Ռեալում, ինչ անեմ, որ այս մարդը տաղանդավոր է ու ես ազգությանը իմ համար ֆուտբոլում ես չեմ նայում, իմ համար կարևոր է մարդը լավ մարդ լինի եւ Կենան Յիլդիզ սերիայի երկրորդ կամ առաջին լավագույն ֆուտբոլիստը Նիկո Պասի է։ Չեմ կարծում, որ այս երկուսի մեջ ինչ-որ ընտրելը շատ հեշտ է, թե ով է սերիայի լավագույն ֆուտբոլիստը։ Կենան Յիլդիզը ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ուղղակի մի հատ պոիսկ տվեք, գրեք Կենան Յիլդիզ ու նայեք այս տղու հնարավորությունները խաղադաշտում։ Ուղղակի հիացմունք։ Ես մի բան մոռացել եմ իր մասին։ Եթե ոչ Կենան Յիլդիզ, ապա Ֆեդերիկո Կիեզա, ով որ պայեստայիններին պատրաստ կլինի նստել Կիլիան Մբապեի տակը։ Ճիշտ ասած Յիլդիզին ես դժվար եմ պատկերացնում պայեստային նստելուց, բայց դե հիմա Յիլդիզին չեմ կարող չցանկանալ տեսնել։ Իմ թվում առավելևս որ sense թանկարժեք ֆուտբոլիստներ են ծախում ու sense բարձր աշխատավարձներով։ Այսպիսիք էին ինձ ֆուտբոլիստները, որ ցանկանում էի տեսնել Ռեալ Մադրիդում եւ գլխավոր մարզիչները եւս մեկ անգամ թվարկեմ Տուխել եւ Յուրգեն Կլոպ ներկայիս դրությամբ արկա հնարավորությունները։ Եթե ղեկավարությունը փոխվի, то իմ համար ավելի մեծ էսադաշտ կբացվի որպես մարզիչների, բայց այս Պերեսի ներքո, ով որ ամենագլխավոր մեղավորն է մեր այսօրվա, ես մենակ այս երկուսին եմ տենում, ովքեր որ կարողանան գոնե ինչ-որ իրենց տաղամարդկությունը պահեն այս հարցում։ Գրեք ձեր կարծիքները, թե կոնկրետ այս իմ թվարկածներից ում չեք ցանկանա տեսնել ու ձեր տարբերակը կնշեք, թե ում կցանկանայիք տեսնել իմ ասած անվան փոխարեն։ Հալա Մադրիդ, Ինադամա։